Մոլդովայի հիշատակումը եւ ընդհանրապես այդ հիմնադրամը, որ Եվրամիությունը ունի, դա հակառուսական հիբրիդային ալշուտ ռուսական հիբրիդային պատերազմին հակազդելու համար է ստեղծվել ամբողջությամբ եւ դա վերաբերվում է ոչ միայն Եվրամիության երկրներին, որտեղ դա ակտիվորեն կիրառվում է, այլ նաեւ այսպես կոչված արևելյան գործընկերության, որոնցից իրականում մնացել է միայն Հայաստանը։ Հետևաբար այո, եւ ավտոմատ կերպով այդ գումարը որ գալիս է, այդ գումարը հատկացվում այն ֆոնդերից, որոնք ստեղծվել են ռուսական հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Ակնհայտ է, որ Լավրով արձագանքեր հենց այդպես, որտեղ իրենց դեմ ստեղծել։ Այսինքն նաև ակնհայտ է, որ Փաշինյանը նկատի ուներ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմ։ Ռուսաստան բառը չէր նշվում։ Դա բարձ է, բայց ոչ մեկ չի կարող բանանի։ Ուրիշ է, չէ, Նիկոլ Փաշինյանը կարա չունենա նկատություն ունենա Ռուսաստան։ Նիկոլ Փաշինյանը կարա նկատի ունենա բան պրոռուսական ուժեր Հայաստանում։ Որովհետև որոնք ինքը չեն, որտեղ Ռուսաստանի դեմ պայքարելը այդ դաշտում տենց չի լինում։ Այսինքն Ռուսաստանը իր վրա է վերցնում, հասկանալով, որ Ռուսաստանը իր վրա վերցնում, Ռուսաստանը ապահովում է Նիկոլ Փաշինյանի բանը, հետնահանջը։ То есть իրանք դերի մեջ են, պայմանավորված լրիվ պայմանավորված։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը ներքին ուղղված է նրա վրա, որ վերցնել իր վրա այն ընտրազանգվածը, որը պրոռուսական է, բայց ասենք գումարով կա անմիջականորեն կախված չի, ասենք չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից կամ Սերժ Սարգսյանից։ Այսինքն այն նրանք ովքեր ոնց որ գումարով են հետաքրքրված իրենց պրոռուսական են, բայց նաև գումարով կապված են այդ օլիգարխիկ, պսևդոօլիգարխիկ եւ ռուսական այդ մարդկանց հետ, իրանք իհարկե մի կողմ, բայց իրանք շատ չեն, իրանք բան չեն։ Բոլոր մնացածը, ովքեր մտածում են, որ Ռուսաստանը շատ կարևոր է Հայաստանի համար, դրանց թիվը էլի եմ ասում, ընդհանուր գումարային պրոռուսական ուժերի այտենց բանը մոտավորապես 34-35%։ Այդ դրանց մեջ տեղավորվում է համ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, համ Սամվել Կարապետյանի Զարմիկի, համ Ռոբերտ Քոչարյանի որդու, համ Վանեցյանի, համ չգիտեմ, բոլոր մնացած են կուսակցությունների, այդ թվում են կոնսենսուս -1 խաղերով այդ ժողովրդի։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանը մնա հետ, մնա Ռուսաստանից իր մեջ, մնա հին, այսինքն որ իրանք այս երկիրը կառավարեն, շարունակեն գողանալ այս երկրից։ Փաշինյանը ինչու է դիմում այդ դեպքում Եվրամիությանը կայակալասը ինչու է ասում, հա։ Փողը գալիս է էլ։ Համել գումարա վերցնում, որ ասենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանի դեմ պայքարի, որովհետև Սամվել Կարապետյանը ունի շատ փող։ Փողը վերցնում, Սամվել Կարապետյանը այդ պատրվակով վերցնում է Եվրամիությունից գումար։ Այսինքն ինքը ասում է Ռուսաստանի դեմ են պայքարում, բան չես կարող ասես այո, դու պայքարում ես իրանց ձևով, այդ ինչա ոչ դրանց անում։ Մեր ձևով։ Այդ դեպքում հարց է, ինչու է փափուկ ուժը Ռուսաստանի այստեղ շարունակում գործել Մոլդովայի թեման։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը չի պայքարում Ռուսաստանի դեմ։ Պարզապես հիշեցնենք, որ Մոլդովայում ամեն ինչը փակվեց։ Հա, դե պետք է ասում, վաղուց է փակվել, վաղուց պետք է փակվի։ Եվրամիությունում գրեթե ապացուցված է, որ ռուսկի դոմը ու Ռոսատրոնիչստվան դա ԳՌՈ-ի եւ FSB-ի հատուկ Հայաստանում գործում են։ Իհարկե գործում են։ Բա ինչպես է պայքարում հիբրիդային պատերազմի դեմ։ Չի պայքարում հիբրիդային պատերազմի դեմ, ինքը պայքարում է Սամվել Կարապետյանի դեմ։ Ինքն է ռուսամետ ուժը։ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ ուժ է դարել։ Ինքը որոշել է, որ կարելի է մատը մատին չտալ, երկիրը պահել շատ կներեք աղքոյի մեջ, ոչինչ չապահովել երկրի համար, բացի ձևական ժողովրդավարությունից եւ ինչ որ process-ների ժողովրդավարացման ցուցադրական գործընթացներից, ստանդարտներ չանել, մնալ ԵԱՏՄ-ում, սառեցնել հապկը, բանը տենց բանի վրա, ախր հա ասում էինք Արմենի հետ ինչքան էինք ասում, 2 տարի ասում ենք, որ այս մարդը չի պատրաստ, այս մարդը ոչ թե ինքը ռուսամետ է, ինքը Իրանն է սիրում, ինքը գիտի, որ եվրոպական այդքան գնում գալիս է, ինքը հասկանում է, որ եվրոպական արժեքային համակարգում Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրավունք ունեն, ասենք, չգիտեմ, երկար սովորեն, որպեսզի իրանց թույլ տան, ասենք, չգիտեմ,
Գերմանիայում, ասենք Բավարիայում ինչ որ մի գյուղապետերանի ընտրությունների Լավ, կայակալասը ինչու այդ դեպքում դուք այդքան հասկանում եք այդ ամենը, Եվրամիությունը չհասկանալով գումար է տալիս։ Լավ է հասկանում։ Ինչ է անում Եվրամիությունը այդ դեպքում։ Ոչ մի չի անում Եվրամիության բաները կարճաժամկետ չէ, մեր համար է քրիտիկական, մեր կյանքից ամեն օր գնում։ Եվրամիության համար ակնհայտ է, որ Հայաստանը եվրոպական երկիր է եւ մտնալու է Եվրոպա։ Այսօր, վաղը 10 տարի հետո 20, 30, իրանց մեկ է։ Իրանց միևնույնն է, Հայաստանը դա Եվրոպա է, վերջակետը դրած է, վերջ բրծել է։ Մեր կյանքից է գնում։ Մենք պատրաստ ենք դրան դիմանալ, ասում եմ պատրաստ եք դիմանալ, դիմացեք յանի։ Եվրամիությունը ունի պահանջներ ժողովրդավարության հետ կապված, ազատ տնտեսական հարաբերությունների հետ կապված, բանկային համակարգի ինչ-որ Սա լայն ճանապարհ է տալիս Եվրամիությանը ներխուժել, ներքաղաքական։ Պետք չի պատկերացնել, որ Եվրամիությունը եթե ներխուժի, սենց բանով է, բամբակով փաթաթված է ներխուժելու։ Եվրամիությունը որ ներխուժեց 15 օրվա ընթացքում Այս Խաչատուր Սուքիասյան բանետի ում որ գիտեք որ մեծ հարուստ են ու բիզնեսմեն են 15 օրվա ընթացքում կլինեն սնանք ու քրեական բաները ոդվածներով կնստեն որտեղ իրանք ապահովում են Ռուսաստանի բաները սխեմաները որովհետև ասենք չգիտեմ մեր բանկերը մինչև հիմա կպած են չնայած որ դա պատժամիջոցների առիթ է կպած են Ռուսաստանի կենտրոնական բանկին համակարգին ոնց եք դուք Ռուսաստանից գումար ստանում Այլ կերպ ասած, դուք որ ասում եք, ես հարցրեցի Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմ մի դեմ պայքարը, ինչ նկատի ունի պայքարը։ Բարեսպոն իմաստով հիբրիդային պատերազմ։ Ինքը հիբրիդային պատերազմ է վարում իր հակառակորդների դեմ ռուսամետ զանգվածի համար։ Եվ կայակալասը գալիս է որպեսզի Կայակալասը կապ չունի դրա հետ, Կայակալասին միևնույնն է Նիկոլ Փաշինյանը ինչ անում։ Կայակալասը Եվրոպական միությունը, Արևմուտքը մեծ հաշվով գիտեն, որ Հայաստանը լինելու է Եվրոպայի անդամ։ Իրանց միևնույնն է երբ, իրանց ձևակերպումը հետևյալն է, եթե դուք հարգելի եւ սիրելի հայեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այնքան անասուն եք, որ պատրաստ եք եւս 3 սերունդ սատկել, խոզերի հետ լափ ուտել ու դիմանալ Նիկոլ Փաշինյանի պես մարդկանց, դա ձեր խնդիրն է։ 2 սերունդ հետո էլ չի լինի, եթե դուք հիմա ուզում եք այտենց ապրեք, դա ձեր խնդիրն է։ Պետք է Նիկոլ Փաշինյանին զրկեն իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը չպետք է, այսինքն չէ, Նիկոլ Փաշինյանը պետք է լինի ռուսամետ ուժերի ներկայացուցիչ։ Բայց ընտրություններին պետք է գնալ եւ համապատասխան որոշումներ կայացնել։ Հիմա չբացեք այդ թեման։ Լավ չեմ բացի այդ թեման, հիմա ամենակարևորը թեմաների թեման է։ Չէ, հիմա ամենակարևորը պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը փոխանակ զբաղվի տնտեսությունով, զբաղվում է կդրիչ-մդրիչներ վազացնելով, էշեշ բաներ դուրս տալով հեռուստատեսությունից։ Ասենք ոչինչով չի զբաղվում, որը վերաբերվում է տնտեսությանը։ Որպես վարչապետ մտածելը եւ պատին խփելը դրանք տարբեր պրոցեդուրաներ են։ Ասեք։ Մարդը պետք է մտածի ինչ է անում։ Մարդը պետք է հասկանա, որ ասենք, չգիտեմ, սա սենց է։ Մարդը պետք է իրականում առաջի հերթին հասկանա ինքը ինչ է ուզում։ Իրականում ես չեմ կարա դա փոխել։ Եթե մարդը ուզում է, իրան օքեյ է, որ իր ղեկավարը խոզերի հետ լափում է, իրան օքեյ է, որ Այսօր ամսի 19-ը փաստաթղթեր են հրապարակվելու, եթե պարզվեց, որ Տրամպը մանկապիղծ է, մանկապիղծի անունով ճանապարհ են բացում, առանց բացատրելով, կոնգրեսով չի անցել, սենատով չի անցել, ոչ մի վերահսկողություն չկա, ափալ-թափալ անում ենք ինչ-որ տրիպ։ Սենատով չի անցել, դա ամերիկյան օրենսդրությանը հակասում է, որպես միջազգային հարաբերությունների կտոր։ Եթե այդ ամեն ինչը մարդիկ կուլ են տալի, մենակ թե մատից հոտ քաշած անհասկանալի, ոչ մի կերպ չապացուցված խաղաղություն է եկել առանց հասկանալու, որ այդ խաղաղության կյանքը 2-3 տարի է խելոք բացատրեմ ինչ կլինի, սենց կլինի կբացեն Ամերիկայի դրոշը կտնգեն նաև ճանապարհ կգցեն, ծառերը կկտրեն, բան կանեն մի օր կարտնանակ կտնակ Ադրբեջանը հարձակվել է ու ընդ հեռախոս վերցնող չկա ու վերջ, պրծավ, որտեվ ԿՊ-ն ասում է, որ կլինի ինչ-որ կազմակերպություն, որը կապահովի անվտանգությունը։ Ժողովուրդ, ձեր անվտանգությունը ապահովելը, դա այդ օդանավակայանի ճտիկները չեն, էլի, որ սենց անցկացնեն, ասեն, ձեր ոնց որ թե մետաղյա իր կա, դիր ստեղ անցի մի հատ տեսնենք այդ ինչ։ Չէ, տանկեր են գալու։ 45 հատ օդանավի օդեն կործանիչի պատվեր ունի Ադրբեջանը։
5-ը արդեն ցույց է տվել։ Մնացել է եւս 40-ը։ Ինչ անվտանգության մասին է խոսքը։ Դուք իրոք հավատում եք Ալիևին։ Փաշինյանը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեջ հենց հիմա տեսնում ենք ինչա կատարում։ Նույն կերպ Սպիտակ տանը նստած մարդը, ով չի բացառվում, որ այսօր պարզվի, որ մանկապիղծ է, դրա համար է այս սաղ պատմությունը, Նոբելյան մրցանակով։ Ինքը ասում է, եկեք էսի արագ ստորագրեք, Զելենսկին ասում է առակ քո բախտից, մտցնու կոնգրես։ Ինչ է անում Տրամպը, որ չմտցնի կոնգրես, կոնգրեսը 3 երեկոյան ցրում է տներով։ Երկարաժամկետ ուղարկում է արձակուրդի։ Մինչև հրեն հունվարի 6։ նոր տարի են անում։ Նոր տարի, Սուրբ Ծնունդ, էական չի, բայց հարցը նրանում է, որ երբ որ Իրանը ասում է ընկեր մտցրու կոնգրես, ինքը գիտի որ չի անցնելու այդ։ Հիմա հարց, ինչի մենք չենք պահանջում, ու այդ հայ-ամերիկյանը, չէ, որ դա սենատով կամ կոնգրեսով հաստատվի։